Բարև ձեզ։ Այսօր վերհուշ ծրագրի տաղավարում աշխատելու եմ ես, Ստելա Պետրոսյանը, եւ իմ առաջին հյուրն է լեգենդար լրագրողներից Համլետ Ղուշյանը։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Ողջույն Ստելա։ Ինչպե՞ս եք։ Ես պիտի ասեմ, որ շատ լավ ու ուրախ։ Սիրելի բարեկամներ, ձեզ էլ ուզում եմ ասեմ, այո, մի զարմացեք, որ այսօր առաջին անգամ վերհուշ ծրագիրը վարելու է նման գերիտասարդ ճկնաղ մի աղջնակ, ով փաստորեն առաջին լուրջ քայլերն է անում հերոստատեսության Օլիմպը տանող ճանապարհին։ Ստելա, ես հավատացած եմ, որ հետագայում դուք դառնալու եք շատ հանրահայտ եւ սիրված հաղորդավարուհի։ Ասեմ, որ այն 52 տարիները, որ ես անց եմ կացրել հերոստատեսությունում, այդ ընթացքում շատ հետևորդներ եմ ունեցել, թե աղջիկներ, թե տղաներ, որոնք դարձել են հաղորդավար, որոնց կայացման գործում ունեցել եմ նաև իմ ավանդը։ Եվ ուզում եմ, որ լինելով իմ հերթական, այսպես ասած, աշակերտուհին, իմ գործը շարունակող, քանի որ սերունդների հետ փոխանցումավազքը շարունակվում է, ես ուզում եմ, որ դուք իսկապես դառնաք հրաշալի հաղորդավար։ Շնորհակալ եմ։ Պարոն Ղուշյան, ասացեք խնդրեմ, կարող ենք այսօր ունենալ բաց ու անկեղծ զրույց։ Իհարկե, դա գիտես իմ նշանաբանն է գլխավոր։ Եթերում ամեն ինչ պիտի լինի բաց, տապանցիկ ու անկեղծ։ Այդ մասին ինձ ժամանակին ասել են իմ հանրահայտ ուսուցիչները, խորհրդային տարիների լեգենդար սպորտային մեկնաբան, սպորտի վաստակավոր վարպետ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Նիկոլայ Օզերովը, ռուսական հերոստատեսության հիմնադիրներից մեկը Օլեգ Պապցովը, Անատոլի Լիսենկոն, մարդիկ, որոնք իմ կայացման գործում իսկապես մեծ ավանդ են ունեցել։ Եվ այդ սկզբունքը ես այն ժամանակվանից որդեգրել եմ, որտեղ նրանցից յուրաքանչյուրն ասում էր, եթե հերոստատեսությունը չի ծառայելու անկեղծ, բաց, թափանցիկ խոսքին, այդ հերոստատեսությունը ապագա չունի։ Պարոն Ղուշյան, դուք ավելի քան 50 տարի հերոստատեսության ոլորտում եք։ Հիշում եք ձեր առաջին եթերը։ Հետաքրքիր, շատ հետաքրքիր եթեր էր։ Առաջին անգամ դա իհարկե, երբ Նարա Շլեպչյանը ինձ 50 տարի առաջ ներկայացրեց մեր ունկնդիրներին, այսպես իր շլեպչյանական շատ գողտրիկ ժպիտով ունկնդիրներին ասելով, իսկ մարզական նորություններին այսօր ձեզ կծանոթացնի պաուզատից եւ ավելացրի։ Համլետ Ղուշյանը։ Եվ այդպես Համլետ Ղուշյանը մուտք գործեց Նարա Շլեպչյանի թեթև ձեռքով հերոստաեթեր ու կարողացավ իր ունկնդիրին ասել իր առաջին խոսքերը։ Իսկ ինչ է ձեզ տվել հերոստատեսությունը ընդհանրապես։ Հերոստատեսությունը ինձ ընդհանրապես շատ բան է տվել եւ այսօր չեմ կարող պատկերացնել իմ կյանքը առանց հերոստաեթերի, որտեղ հերոստատեսությունը իսկապես մի աշխարհ էր, որը երբ ներխուժում ես, հետո շատ դժվար է այնտեղից հեռանալ։ Ես երբեք չէի մտածում, որ կարող է դառնամ սպորտային մեկնաբան, բայց երբ եկա հերոստատեսություն, այնտեղ արդեն աշխատում էր նաև իմ շատ լավ ընկերն ու բարեկամը, իմ համադասարանցին Ռուդիկ Բարսեղյանը, ով նույնպես ինձ ամեն ինչով պատրաստ էր օգնելու, որպեսզի ես կայանամ որպես Համլետ Ղուշյան սպորտային մեկնաբան։ Իսկ հերոստատեսություն ես եկա Յուրի Գզոյանի թեթև ձեռքով, ով ասաց Համլետ, մենք սպորտային մեկնաբանի կարիք ունենք, իսկ դու սպորտի մարդ ես, սպորտի վարպետ ես, սպորտի աշխարհի ներկայացուցիչ ես եւ ամենակարևորը սպորտը գիտես ներսից։ Այդպես ես եկա հերոստատեսություն եւ երբեք չի մտածում, որ ընդմիշտ մնալու եմ հերոստատեսություն։ Իսկ դժվար է եղել այն ժամանակահատվածը, որը դուք անցել եք։ Դժվարություններ շատ կային։ Ասեմ, առաջին 1 տարին ամեն անգամ մտածում եմ, որ վերջ, սա իմ վերջին եթերն է եղելու, այլևս չեմ կարողանում զսպել հուզմունքս, անդադ, այսպես մտածում եմ, որ մի օր պրավալելու, բայց գիտես ինչ է հետաքրքիր։ Գնալով սկսեցի ավելի սիրել, ավելի վստահություն ձեռք բերել։ Իսկ կողքից լսում եմ այնպիսի հաճելի, այսպիսի խոսքեր, որ դու իսկապես լավ, շատ լավ սպորտային մեկնաբան ես եւ զգացում եմ, որ դու սպորտի աշխարհի մարդ ես։ Սա ինձ ավելի էր գոտե պնդում։ Ահա սրա հիման վրա, այս խոսքերի հիման վրա
իսկ նման խոսքեր իսկապես շատ էին, ես կարողացա մնալ եւ կայանալ հեռուստատեսչի։ Ինչ ենք այսօր ներկայացնելու մեր հեռուստադիտողին։ Ես պիտի ասեմ, որ ինչպես քեզ, այնպես էլ սիրելի բարեկամներ ձեզ Փակ TV-ին ներկայացնելու է շատ հետաքրքիր մի տեսանյութ մեր մեծ բանաստեղծուհու Սիլվա Կապուտիկյանի կյանքի մասին պատմող, ավելի ճիշտ Սիլվա Կապուտիկյանի հետ ունեցած մեկ հարցազրույցից, որտեղ Սիլվա Կապուտիկյանը ինչպես միշտ մեզ հետ շատ ինչպես բաց էր, շատ ազնիվ անկեղծ։ Եվ կարծում եմ, թե դուք, թե մեր մյուս ունկնդիրները, ովքեր կդիտեն այս հատվածները այդ հարցազրույցից, իսկապես կարող են համոզվել, թե իսկապես ինչ մեծություն էր մեր մեծ բանաստեղծուհին Սիլվա Կապուտիկյանը։ Գիտեմ, որ ինչպես Սիլվա Կապուտիկյանի, այնպես էլ մեր բոլոր հյուրերի հետ ունեցել եք լավ ու մտերիմ հարաբերություններ, բայց ինչով էր հատկապես առանձնանում Սիլվա Կապուտիկյանը։ Իսկապես ես մեր բոլոր հյուրերի հետ շատ մտերմիկ հարաբերություններ եմ ունեցել, իսկ Սիլվա Կապուտիկյանը առանձնանում էր նախ եւ առաջ իր ջերմ այդ մարդկային մոտեցումով։ Նա ինձ համար մայր էր, իմ մեծ մայրն էր, ով միշտ շատ արժանի եւ կարեւոր խորհուրդներ էր տալիս։ Չունենալով անձնական երջանկություն, բայց կարողացավ։ Տեսնում ես, Սիլվա Կապուտիկյանը իսկապես այն մեծությունն էր, ում հետ դու կարող էիր ճանապարհ գնալ, ումից կարող էիր սովորել անընդհատ ամեն քայլափոխին։ Գիտես, շատ հաճախ երեկոները ուշ երեկոյան զանգարում էր, ասում էր, դիտեցի այս հաղորդումը, քո այս մարդու հետ այն անձնավորության։ Գիտես, ավելի լավ կլիներ, եթե այսպես ասեիք, հետո ինչ ես նման մարդու հրավիրում տաղավար, ինչու քեզ մոտ պիտի գան բոլոր այդպես կուսակցությունները, թե դիմություն, թե ընդդիմություն, իհարկե ծիծաղով էր ասում էր ճիշտ տեսանում, այդպես էլ պիտի լինի, քո եթերները պիտի լինեն անկեղծ եւ ազնիվ, ամենակարևորը մարդիկ պիտի հավատան, որ դու պատրաստ ես բոլորին եթեր տրամադրել, ով ասելիք ունի, ով կարող է ինչ-որ բանով քեզ եւ մեր հեռուստադիտողին օգտակար լինել։ Իսկապես Սիլվա Կապուտիկյանը մեր մեծագույն բանաստեղծուհին է։ Այո, ցավոք սրտի այսօր շատ է զգացում Սիլվա Կապուտիկյանի տեղը։ Համոզված եղիր, որ եթե նա կենթանի լիներ, այս իշխանությունները, այս վայ իշխանությունները չէին կարող այսպես հանգիստ ամեն ինչ անել, չէին կարող այսպես հանգիստ դավաճանական քաղաքականություն վայելել եւ հանձնել շատ ու շատ տարածքներ։ Դժվար չէ պատկերացնել, թե Սիլվա Կապուտիկյանը ինչ կզգար այս օրերին, երբ կորսված է Արցախը, հաշվի առնելով այն, որ նա արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից էր։ Այո, ինչքան էր սիրում Արցախը, ինչքան էր հպարտանում, որ վերջապես Արցախում մենք հաղթել էինք եւ Արցախը ծաղկում էր, նա ասում էր, որ պետք է շուտապույտ Արցախը ճանաչեն Հայաստանի կողմից եւ նա պիտի լինի Հայաստանի կազմում։ Ցավոք մեծ բանաստեղծողուն այն տարիների իշխանավորները այդպես էլ չլսեցին, ավելին նրանք սկսեցին մի դաժան քարոզարշավ ընդդեմ մեր մեծ բանաստեղծողու եւ փորձում էին ամեն կերպ նրան լռեցնել, բայց Սիլվա Կապուտիկյանը այն անձնավորությունն է, ով երբեք չէր կարող այսպես հաշտվել նման իրավիճակի հետ։ Այո, անհնար է չնկատել նրա քննադատական խոսքը, ըմբոստ միտքը եւ մտայնությունները առ հայրենիք։ Այո, իրոք այդպես էր եւ Սիլվա Կապուտիկյանին շատերը հենց դրա համար էին շատ սիրում, նրա խոսքին սպասում էին, նրա յուրաքանչյուր այդ սփյուռք դա երևույթ էր տեղի մեր հայրենակիցների համար, ովքեր իսկապես հպարտանում էին Սիլվա Կապուտիկյանի մարտտեսակով։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել հարցազրույցը։ Տիկին Կապուտիկյան, մենք միշտ հաճիկով ենք ձեզ ընդունում մեր ստուդիայում եւ ինչպես դուք ինքներդ եք ասում, թեկուս ուրիշ գրքից միայն եկեք։ Այսինքն թեկուս ազգային ստուդիայից, ազգային կայանից։ Տիկին Կապուտիկյան, իհարկե երեստատողները ձեզ անմիջապես ճանաչեցին, բանաստեղծուհի, ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր եւ այնքան բազում կոչումներ, եթե դրանք բոլորը թվարկենք,
ժամանակը արագ կանցնի եւ ես ուրախ եմ, որ մենք ձեզ հետ միշտ լավ առիթով ենք հանդիպում։ Եթե հիշում եք, վերջին հանդիպումը կայացավ, երբ դուք արժանացել եք մեր հեռուստաընկերության կողմից անցկացրած, դուք առաջինն եք մրցույթում ճանաչվել եք լավագույն պոետը մեր ներկայիս։ Եկել եմ այսօր, որովհետև անցյալ օրվա ձեր հաղորդումը, ձեր զրույցը Գոհար Գասպարյանի հետ ինձ շատ հուզեց եւ ես ուզեցա իմ քույրական հայ բանաստեղծուհու, հայ կնոջ համակրանքը, սերը եւ սրտակցությունը հայտնել ձեր միջոցով մեր սիրելի Գոհար Գասպարյանին եւ եկա, ինչպես ասում են, հերթից դուրս։ Մի զարմանալի բան է սկսել մեր հանրապետությունում, ազատություն, իհարկե ազատություն, բայց ազատությունը չի նշանակում սանձազերծություն։ Իմ կարծիքով ընդհակառակ ազատությունը ստիպում է, որ մենք ամեն մեկս մեզ վրա հսկիչ դառնանք եւ չանենք այն, ինչ որ չպետք է արվի։ Օրինակ, երբ որ ես ուղիղ եթեր եմ դուրս գալի, շատ ավելի պատասխանատվություն եմ զգում ինձ վրա, քան երբ որ նախորդ տեսագրում են, որտեղ տեսագրությունը կարելի է ուղղել, ջնջել, ավելացնել չի կարելի, բայց ուղիղ եթերի պատասխանատվությունը շատ ուժեղ է, այդպես էլ ազատության պատասխանատվությունը ամեն մեկս մեր խոսքի համար պատասխան տալու այդ զգացողությունը պետք է մեզ զգաստացնի։ Սակայն մեր մամուլը այդ ազատությունը ուզում եմ մեղմ խոսել, ինչքան հնարավոր է եւ զայրույթս չարտահայտել, այդ ազատությունը չարաշահում է։ Սիրելի Գոհար, գիտեմ, որ դու հիմա ինձ լսում ես, այս բոլորը գիտեք արմատավորվել են այդ ժամանակներից, արհամարանքը մտավորականության նկատմամբ, այնքան էլ սարսափելի չէ, երբ ինքդ լավ մարդ ես։ Ժողովուրդը քեզ գնահատում է, դու անպաշտպան չես, մենք գիտենք քո վաստակը, գիտենք նաև, որ ունես նաև հակառակորդներ, գիտենք նաև, որ բարդ օրգանիզմ է օպերան, եւ մեր սիրտը ցավում է, որ ազգային այդ մեծ օջախը այսօր կանգնած է այսպեսի ճգնաժամային վիճակի առաջ։ Ես ուզում եմ, որ մենք Մոսկվայի առաջ մի քիչ ուրիշ պատկերով երևանք։ Ամբողջ շուկաները լցված են հայերով, եւ հանցագործ են, եւ մեղք են, եւ չարչիներ են դարձել, բոլոր ինժեներները, հաշվիչ մեքենաների վրա աշխատողները, որոնք եւ այստեղ ճարչիությամբ են ստիպված զբաղվում եւ Մոսկվայում եւ բոլորը արդեն ասում են լիցը Կավկասского происхождения եւ մեզ համար շատ վիրավորական է եւ ես ուզում եի որ առիթ լինի մենք ցույց տանք որ մենք այն ժողովուրդն ենք որ մեծ պոեզիա ունենք եւ չենք դադարել պոետներին մեծարելուց գնահատելուց այսպեսի ժողովուրդ ենք եւ ահա ծուռ հայելու մեջ ենք ներկայանում ամբողջ Էսենգեի տարածքի վրա թեկուզ Լոս Անջելեսում ասում են Լոս Անջելեսի բանտերում մի քանի հազար այստեղից գնացած երիտասարդներ կա մի խոսքով փսորվել է մեր ժողովրդի կյանքը մենք մեր կերպարը կորցնում ենք եւ ամեն կերպ պետք է աշխատենք վերադառնալ մեր սկզբնապատկերին մենք նարեկացի կոմիտաս ունեցող ժողովուրդ ենք մենք պետք է չհանձնվենք այդ ամերիկյան այդ դոփյուններին որոնք մեր երիտասարդությանը տրորում են հոգեպես իրենց ոտքերի տակ պետք է վերականգնենք մեր ինքնությունը մեր աշխարհին ներկայանալու ձևը մեր լինելիության կերպը ահա ես եմ ուզում ասել իմ եւ գնացի Բերեզերկինո ասեցի այդ որ ես ուզում եմ փոխել այն կարծիքը որ հայերը չարչիներ են բաներ են եւ այսպիսի երեկոները ասում են որ շուտով պետք է այստեղ լինի իմ մտածումներից դուրս մի քանի թերթեր որոնք չեմ կարդում եւ ինչ շատ լավ եմ զգում տարիների ընթացքում նաև այդ Հայաստանի Հանրապետությունը եւ հանկարծ ես մտածեցի թե ինչու չտան վերջի ժամանակները փոխվել են եկել են նոր ղեկավարություն նոր մոտեցում նոր խմբագիր եւ զանգահարեցի Աշոտ Աղաբաբյանին պետք է ասեմ որ ինքն էր շատ ուրախացավ եւ հանձնեցի նրան մյուս օրը արդեն ծպված էր
Մի փոքրիկ բանաստեղծություն կարդացեք եւ փոքրիկ որպեսզի մի քիչ հավատով բանաստեղծություն կարդամ։ Այո։ Որտեվ սա ամփոփումն եմ, կոչվում է Հոբելյանից հետո։ Այո։ Այդ բոլոր տրամադրությունները մենակ է մնացել ինքս ինձ հետ եւ ինքս ինձ հետ զրույցի բռնվելու հնարավորություն եմ ունեցել այս երևանյան բուրըն կյանքից հետո, որ կարդում են, շատ հավանում են, շնորհավորում են։ Ես ուզում եմ կարդալ վերջին բանաստեղծությունը, որով ավարտվում է այդ շարքը եւ որով մենք ավարտենք մեր զրույցներ կավարտենք, ուրախություն քեզ։ Դու փորձակար իմ ժողովուրդ, ինչքան էլ դու խոր մոլորվես, երկրպագես կուրքերին ստուտ, ես մոր նման ներում եմ քեզ, դու տակ գլուխ Սասնա Դավիթ, դու իմաստուն Սասնա Մհեր, թեկուզ եւ ծեր ու ալեհեր, բայց մնում ես դեռ միամիտ, հավատացիր թե հիրավի, Կարին դարձավ ընկուզաչապ, ու դուրս եկար քարանձավից, ու խաբվեցիր դու չարաչար։ Այնքան դառն է կյանքդ ու գոշ, ու գալիքդ իրականում, որ փակում ես աչքդ ու քո խաբկանքին ես ապավինում, ու տեսնում ես ամեն ինչ վառ, թև ես առնում չեղած տեղից, նորոգվում ես բնազդաբար ու հառնում ես մոխիրներից, քո խաբվելն է քեզ պահպանում ու հին խոսքդ Աստված կտա, դու միֆերով ապրող մանուկ, դեռ հավատա։ Ես ու մի բանաստեղծություն եմ տարիներ առաջ գրած, ինքս ինձ նվիրված, որտեղ ասում եմ, որ ես ցրեցի իմ կյանքը իզուր, իմ ասեմ, եւ ոչ մի օջախ չտաքացրի, այսպեսի լիրիկական կանացի բանաստեղծություն։ Եվ այդ բանաստեղծությունը ավարտվում է այսպես. եւ գիտես, կգա կիչնի երեկո, ու ցուրտ կլինի մենակ, իսկ այրված կյանքիդ մոխիրները տակ, ցրված կլինեն երկնքի ներքո։ Եվ ահա նոր գրած բանաստեղծությունը կոչվում է երեկո։ Եվ ահա իջավ երեկո, ու մենակ եմ ես, հիրավի մենակ, հեռու են ինձնից եւ որդի եւ թոռ, իմ տագնապներին անհաղորդ ու փակ, սակայն լցված է իմ տունն ու հոգին, ծեր ու մարդկանցով, ձայներով տարբեր, բազմություններ եմ զգում իմ կողքին, ինձ գրկող աչքեր, ինձ փարվող ձեռքեր, կին էի ծնվել, չդարձա ես կին, մի կողմում մնաց բախտս կանացի, եւ ինչպես մարդու սիրահարվեցի, կկվանքի կարոտ իմ ժողովրդին, նրան տվեցի եւ երկ եւ կրակ, ինձ օջախ դարձավ հայաշխար մի ողջ, եւ անթեղեցին ոգին նրա բորբ, այրված իմ կյանքի մոխիրները տակ, հնչում են շուրջս օշնանքի խոսքեր, ապավինումի շշնջներ մաքուր, ոչ, չծրեցի ես կրակս զուր չվատնեցի շնորհներ ու սեր։ Ինգ Ապուտիկյան, շնորհակալություն, որ եկաք։ Դուք համոզվեցիք, թե որքան են ձեզ սիրում։ Ես ուզում եմ, որ դուք երբեք չբորբոքվեք, որտեվ ես ինքս իմ կաշվի վրա զգացի, որ դա այնքան էլ հաճելի արարողություն չի։ Ուղղակի կներեք, որ այսօր փորձեցի ձեզ անընդհատ շեղել քաղաքական ուղղվածությունից, որտեվ գիտեմ, որ իրոք լցված էր ամեն ինչ, բայց ես ձեզանից եմ սովորել եւ ուզում եմ ձեր խոսքերով ձեզ ասել, թեկուզ ուրիշ գրկից միայն արի սկզբունքը թող մնա, որովհետեւ ի վերջո ամեն ինչ իր տեղն է ընկնում եւ չարն ու բարին էլ ստանում են այն ինչին արժանի են։ Մնացեք մեծահոգի, մնացեք միշտ այդպես առողջ, ես կարծում եմ, որ մենք դեռ բազմաթիվ հոբելյաններ պիտի ձեզ համար ձեզ հետ տոնենք։ Շնորհակալություն, որ եկաք եւ տա Աստված, որ դուք միշտ առողջ լինեք։ Շնորհակալություն։
Քիչ առաջ դիտեցինք Հիրավի պատմական կադրեր դեռ 1999 թվականին Համլետ Ղուշյանի անցկացրած հարցազրույցից։ Իսկապես հզոր ու ինքնատիպ անձնավորություն է Սիլվա Կապուտիկյանը։ Այո, այդպիսին էր նա։ Եվ այդպիսին էր մնաց բոլորիս հիշողության մեջ, նորից եմ կրկնում, նրանք ովքեր բախտ են ունեցել սիրելի բարեկամներ, հատկապես մեր ունկնդիրներին եմ դիմում, տեսնել Սիլվա Կապուտիկյանին, մոտիկից լսել նրանք երբեք չեն մոռանա այդ մեծ հայուհու, այն հզոր, շատ հզոր ներքին ուժը, որով նա կարող էր առաջ տանել մի ամբողջ ժողովուրդ։ Հավատացեք, դա այդպես էր։ Պարոն Ղուշյան, այսպիսի հարց. դիտելով ձեր 15, 20, 30 տարվա վաղեմության հաղորդումները, ինչ զգացողություններ եք ապրում։ Ես ամեն մի հաղորդման ընթացքում նմանատիպ իհարկե անմիջապես հիշում եմ տվյալ անձի հետ անցկացրած մեր հանդիպումը, տվյալ անձի ով լինել, տվյալ անձը որքանով է օգտակար եղել իր ժողովրդին։ Իսկ ես հարցազրույց եմ անցկացրել մեր մեծերից շատ-շատերի հետ եւ շերի բարեկամներ ձեզ ասեմ, որ դերհուշ ծրագրի հենց նպատակը դա է, որ մենք ամեն անգամ ներկայացնենք մեր մեծերից որևիցե մեկին, որովհետեւ ճիշտ է, նրանք այսօր չկան, բայց նրանց թողած ավանդը այնքան մեծ է, որ մեզ օգնում է ճիշտ ապրելու։ Ես միշտ այդ ապրումներ ունենում եմ, Ստելա, հավատա ինձ, որ թե Սիլվա Կապուտիկյանի, թե մեր մյուս մեծերի հետ անցկացած հանդիպումները ինձ համար անմոռանալի հուշեր են, շատ հաճելի քաղցր։ Բավականին բուռն է եղել Համլետ Ղուշյան սպորտային մեկնաբանի կյանքը։ Դուք լուսաբանել եք 5 օլիմպիական խաղեր, 100-ից ավելի միջազգային մրցաշարեր, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ։ Սակայն շատերի համար անսպասելի 1992 թվականին դուք թողնում եք սպորտային մեկնաբանի աշխատանքը եւ մեկնում եք Մոսկվա։ Աշխատելու Ռուսաստանի Դաշնությունում որպես Հայաստանի Հանրապետության պետական հեռուստատեսության հատուկ թղթակից եւ թղթակցական կետի ղեկավար։ Այնուհետև ղեկավարում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության թղթակցական կենտրոնը եւ 2 տարի անց վերադառնում եք նահանգներից։ Ավելի գրավիչ ու հետաքրքիր չէր անցկացնել այնտեղ։ Այս հարցը միջալուց շատ են տվել։ Ես Միացյալ Նահանգներում մոտ 20 անգամ եղել եմ, 2 տարի աշխատել։ Եվ ամեն անգամ ինձ ասում են, լավ, դու ինչու վերադարձար։ Առաջին անգամ իդեպ Միացյալ Նահանգներում ես եղա դեռ 70-ականների վերջին, երբ Ամերիկա գնալը շատերի համար երազանք էր։ Ես էլ եմ ապշած, այնիշ տեսա Միացյալ Նահանգներում, բայց Միացյալ Նահանգներում ես դեռ կվերադառնամ, նախ ինչու թողեցի սպորտային մեկնաբանի իմ աշխատանքը։ Եվ եթե դժվար չէ կարող եք հիշել ձեր խոշոր սպորտային ստուգատեսներից, հատկապես որ հանդիպումներն են, որ առավել տպավորվել են ձեր հիշողության մեջ։ Ես պիտի ասեմ, որ սպորտային մեկնաբանի աշխատանքը ես չէի ուզում թողնել։ 1992 թվականին, երբ սկսել էր այն քարոզարշավը, որով պիտի ավարտվեր նախագահական առաջին ընտրությունը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է դառնար Հայաստանի Հանրապետության նախագահ, բոլոր հեռուստատեսությունում բոլոր գլխավոր խմբագիրներին փոխել էին, բացառությամբ Ռոբերտ Մավիսակալյանի, ով գիտահանրամատչելի հաղորդումների ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագիրն էր, եւ Համլետ Ղուշյանի, ով սպորտային հաղորդումների գլխավոր խմբագիրն էր։ Դե ասում են Ռոբերտը շատ այսպես զգուշավոր մարդ է, նա հանգիստ կարող է այդ նախընտրական շրջանը անցկացնել, իսկ Ղուշյանն էլ սպորտ է, սպորտի աշխարհը ինչ կապ ունի քաղաքականության հետ, բայց պարզվեց, որ այդքան էլ այդպես չէ։ Տաղավար էր եկել Իսրայել Հակոբ Կոխյանը, մեր հայտնի բռնցքամարտիկը, ով 1992 թվականին դարձավ աշխարհի գավաթակի։ Դե մենք ունենք Sport Plus ծրագիրը, իմ հեղինակային ներտական ծրագիրն։ Ես Իսրայել Հակոբ Կոխյանին սովորականի պես հյուրընկալեցի տաղավարում։ Եվ գիտեք, քանի որ այդ ընթացքում հրահանգ էր տրված բոլոր հաղորդումները պարտադիր եթեր տան տեսագրված ոճով եթերով, այդպես էլ անում էին։ Ես մեր նախագահին այն ժամանակ Հենրիկ Հովհաննիսյանն էր, ասացի, որ իմ հյուրը Իսրայել Հակոբ Կոխյանն է։ Միգուցե մենք նույնպես տեսագրենք բռնցքամարտիկի ելույթը, նոր տանք եթեր։
Դե ասես լավ էլի, բրսկամարտիկ է ասեցի, բայց դե կարող է, ասես թող երկու բառել հայերեն կոշտ ու կոպիտ ասի, ինչ է որ, բայց այն ինչ եղավ հաղորդման ժամանակ, ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Սիրելի բարեկամներ, պատկերացնում եք Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրություններից մի քանի օր առաջ հանկարծ եթեր է մտնում մի ազնվորություն, ով եթերից ասում է, դուք գիտես ինչ է ՀՀՇ-ն։ Ես վստահ լինելով, որ այդ հապավումը Իսրայելն էլ գիտի, հայոց համազգային շարժում, ասում եմ, իհարկե, ասեց ինչ է, ասեցի հայոց համազգային շարժում, ասեց ոչ, ասեցի բա ինչ է, ասեց Հավայի հաջող շներ։ Դուք պատկերացնում եք ինչ կատարվեց։ Մի ժամ հետո ես արդեն անվտանգության ծառայության աշխատակիցների հյուրն էի, այսպես ասած։ Բոլորը չէին կարող պատկերացնել, որ նման բան կարող է եթերից հնչել։ Բնական է ինձ անմիջապես զրկեցին եթերից, հաղորդման կրկնությունը մյուս օրը չկայացավ, ինչպես միշտ լինում էր, ավելին, երբ ես առավոտյան եկա մեր նախագահի Հենրիկ Հովհաննիսյանի մոտ, հնչեց զանգը, վարչապետն, այն ժամանակ Վազգեն Մանուկյանը ասեց, Ղուշյանի հրամանը տվել եք, ասեց ինչի, ասեց ոնց ինչի, չես երեկվա հաղորդումը չես նայել, ասեց դիտել եմ, բայց ինչի ես արսում, ասեց բայց գիտեք նա ինձ Հենրիկ Հովհաննիսյանը այնքան պարկեշտ մարդել, ասեց պարոն վարչապետ, նա ինձ առաջարկեց տեսագրել, ես ասացի ուղիղ եթեր տվեք, ասեց ոնց, ուրեմն դու ես ազատվելու աշխատանք, ու պատկերացնում եք այդ մարդու պարկեշտ լինելու աստիճանը, նա կարող էր չի ասել, անպայման հիմա կտանք հրամանը եւ վերջ։ Շերի բարեկամներ, բայց մեր կյանքում կան պարկեշտ մարդիկ, ինչպես Հենրիկ Հովհաննիսյանը, մեր նավագույն մտավորականներից մեկը, ով, ինչպես ասում են, առաջին հարվածը վերցրեց իր վրա եւ մի տեսակ փափկացրեց այն հարվածը, որը եկավ դեպի ինձ։ Չնայած դրանից հետո ես երկու մահափորձի եմ արժանացել երկու անգամ։ Չգիտեմ ովքեր են, ինչ տականքներ էին, որ փորձեցին ինձ վնասել։ Եվ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի տիկնոջ Լուսիա Տեր-Պետրոսյանի շնորհիվ ես կարողացա շարունակել իմ գործունեությունը հեռուստատեսությունում, բայց արդեն բոլորովին այլ կարգավիճակում։ Նա ասաց Համլետ, մենք մտածում էինք ում ուղարկենք Մոսկվա որպես հատուկ թղթակից, թղթակցական կետեր մեկավ, դու էլ կգնաս մեղքերդ կկավես։ Այդպես ես սպորտից հեռացա, դարձա նախ Ռուսաստանի Դաշնության թղթակցական կենտրոնի ղեկավար ու հատուկ թղթակից, որից հետո մեկնեցի Միացյալ Նահանգներ եւ այնտեղ ստեղծեցի Միացյալ Նահանգների Հայաստանի Պետական Հեռուստատեսության թղթակցական կենտրոնը։ 2 տարիները, որ անցկացրի, դրանք շատ հետաքրքիր տարիներ էին, ավելին այ հարցում ես սպորտային աշխարհում տեղի ունեցած միջոցառումներից որն է, որ մնացել է հիշողության մեջ։ Ասեմ, առաջինը դա Մոսկովյան Օլիմպիադայում 1980 թվականի Յուրի Վարդանյանի տարած ֆենոմենալ հաղթանակը։ Առաջին անգամ 83 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող ծանրորդը երկամարտի արդյունքում ցույց է տալիս 400 կիլոգրամ։ Սա ֆանտաստիկ արդյունք էր։ Շերի բարեկամներ, հավատացեք, որ դա իրոք այդպես է, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել։ Բավական է ասել, որ այդ արդյունքում Յուրի Վարդանյանը կարող էր ոչ միայն իր քաշային, այլ հաջորդ քաշային կարգերում էլ դառնալ օլիմպիական չեմպիոն։ Սա իհարկե սխրանք է Յուրի Վարդանյանի կողմից։ Եվ իհարկե Միացյալ Նահանգներում աշխատած տարիներին 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերը, որտեղ ես առիթ ունեցա լուսաբանել այս ամբողջ այսպես խորությամբ որպես Հայաստանի Պետական Հեռուստատեսության հատուկ թղթակիցը եւ այդտեղ ինձ բախտ վիճակվեց վարել մի ռեպորտաժ, որտեղ ծնվեց անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը Արմեն Նազարյանը ամշամարտի եւ այդ ռեպորտաժը, այդ հաղթանակը ես բախտ ու պատիվ եմ ունեցել վարելու Միացյալ Նահանգներից։ Ատլանտայի օլիմպիադան այսպես մնաց տպավորիչ։ Հաղթանակներ հետո շատ է արել, չեմ խոսում Արարատ 73-ի հաղթանակի մասին,
Չեմ խոսում Ռոբերտ Էմյանի ֆանտաստիկ ցածկի մասին Եվրոպայի ռեկորդը, որ նա սահմանեց 8 մետր 86 սանտիմետր։ Սրանք երևույթներ են, որոնց ականատեսն ու տարեգիրն են եղել։ Նամանավանդ օտարափերում հայ մարզիկների հաղթանակը լուսաբանելը այլ զգացողություններ է պարգևում։ Իհարկե, ուտարության մեջ քո երկրի սպորտսմենի հաջողությունը մարզիկը, որը կարողանում է հաղթանակ տանել, քեզ ավելի է ոգևորում, հավատա, դա այդպես։ Եվ վերադարձի հույս է տալիս։ Իհարկե։ Միգուցե եւ դրա համար էր նաեւ որ թողեցիք եւ վերադարձաք նահանգներից։ Դե նահանգներում իհարկե հաճելի էր աշխատել, շատ լավ պայմաններ էին։ Ես ինչ որտեղ նաեւ դպրոց անցա, ամերիկյան հերոստատեսությանը մոտիկից այսպես ծանոթացա։ Շատ բաներ այնտեղից վերցեցի։ Բավական է ասել, որ այդ ամենի շնորհիվ ես հետո հետագայում ունեցա 20-ից ավելի հեղինակային տարբեր ծրագրեր, որոնց ընթացքում նկարահանած տեսանյութերի շատերը մենք բարբերաբար ներկայացում ենք մեր ունկնդրին։ Այ վերջերս մեր հյուրընկալվել էր լեգենդար Արարատի լեգենդար 7 համարը Սերգեյ Բանդարենկոն։ Մենք վերհիշեցինք այդ փայլուն տարիներ, այդ հրաշալի հաղթանակներ եւ կարծում եմ, որ մեր ունկնդիրն էլ գոհ մնաց։ Այսօր էլ Սիլվա Կապուտիկյանն էր մեր վերհուշի գլխավոր հերոսը։ Հաջորդ վերհուշում ես հույս ունեմ կլինեն նոր էլ ավելի հետաքրքիր հերոսներ եւ շատ ուրախ եմ նախ եւ առաջ որ դու դարձար մեր թիմի անդամներից մեկը։ Սիրելի բարեկամներ, Ստելա Պետրոսյանը իսկապես առաջին լուրջ քայլերն է կատարում հերոստատեսությունում եւ ես ուզում եմ որ նա լավ դպրոց անցնի, որ տարիների ընթացքում կուտակած հարուստ փորձը, իսկ 50 տարից ավելի ես աշխատել եմ այս ոլորտում, այնքան բան ունեմ ասելու, փոխանցելու ինձանից հետո եկողներին, որ կարծում եմ Ստելային դա կօգնի, որպեսզի կայանա որպես հերոստատեսային նոր աստղ։ Շնորհակալություն, պարոն Ղուշյան, կարծում եմ մենք ել ավելի սերտորեն կհամագործակցենք։ Ուրախ եմ իհարկե մեր այս հանդիպման համար եւ եթե կան հարցեր, պատրաստ եմ պատասխանելու, եթե չկան, միգուցե այսօր այսքանով բավարարվի։ Գիտեմ, որ առողջական խնդիրներ ունեք, բայց վստահ եմ դուք դրանք էլ կհաղթահարեք։ Այո, ցավոք առողջական խնդիրները շատ են։ Հիմա էլ մեկնում եմ հերթական հետազոտմանը, Մոսկվայում եմ լինելու։ Որքան էլ զարմանալի է, այստեղ առողջական խնդիրներին առնչվող մարդիկ ֆինանսական այնպիսի դժվարությունների են հանդիպում, որ ստիպված են ներգնալ այլ երկիր։ Պատկերացրեք, որ Ռուսաստանի Դաշնությունում այն ամենը ինչ արվում է իմ առողջությունը վերականգնելու համար, պահանջում են ընդամենը մի քանի $1000, իսկ Հայաստանում դրանք տասնյակ հազարավոր դոլարների արժեք ունեն եւ ես ստիպված եմ գնալ այլ երկիր։ Այնպես որ երբ վերադառնամ, կարծում եմ ավելի ես միահամուռ, համախմբված կաշխատենք։ Շնորհակալ եմ պարոն Ղուշյան հրավերը ընդունելու համար։ Սիրելի բարեկամներ, այսօր այսպիսին էր վերհուշ ծրագիրը, որի հյուրն էր մեր բոլորի սիրելի Համլետ Ղուշյանը։ Այսօր այսքանը, մնացեք լավատես եւ հավատացեք ձեր վաղվա օրվան։